Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում այս իշխանության բոլոր ընդդիմախոսները։ Դրա համար էլ կալանավորում են սրբազանների, քահանաների, համայնքապետերի, հասարակական և քաղաքական գործիչների, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցում, կեղծ հոդվածների և փոքրիկ մատնիչների միջոցով կաթողիկոսի հարազատներին են կալանավորում, բայց այս իշխանությունները իրենց նպատակին չեն կարողանալու հասնել, որովհետև իրենք ավարտելու են ճիշտ այնպես, ինչպես որ ավարտել են բոլոր այն բռնապետերը, ովքեր փորձել են իրենց երկրում բռնապետություն հաստատել։ Շատ հեռու չգնանք, զորօրինակ մեր հարևան Վրաստանի տխրահռչակ նախագահ Սաակաշվիլին։ Ակնհայտ է նաև, որ այս իշխանությունները ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեն, և այդ ժողովրդավարության բաստիոն կոչված այդ կեղծ թեզը ընդամենը փուչիկ էր, որ շատ արագ պայքեց, ինչպես որ պայքեց նրանց մյուս բոլոր կեղծ թեզերն ու հայտարարությունները և խոստումները, բայց դե սրանց հետ ամեն ինչ պարզ է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ուր են այն միջազգային կազմակերպությունները, ովքեր կոչված են զբաղվելու մարդու իրավունքներով, ովքեր իբրև թե պաշտպանում են ժողովրդավարությունը, ինչու են նրանք խուլ և համր դառնում, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ապօրինություններին և բռնաճնշումներին, ինչու են նրանք խտրական մոտեցում ցուցաբերում, կամ ուր են այն տեղական տնաբույծ իրավապաշտպանները, ովքեր ճտիկով միանում են և հետո ճտիկով անջատվում, ինչու նրանք ծպտուն չեն հանում, ինչու են համր ձուկ դառել։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ իրականում նրանց համար մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը ընդամենը բիզնես է, թող աշխատելու միջոց, այլ ոչ թե համոզմունք, գաղափարախոսություն և այլն և այլն։ Այդ ճղճիմ և այդ ճռճռան լոզունգները, որ իրենք հայտարարում են, թե իբր մարդու իրավունքների պաշտպաններ են կամ ժողովրդավարության ջատագովներ են։ Հարգելի հայրենակիցներ, այս ամենի վերջը դնելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելն է։ Իսկ դրա համար շատ լավ հնարավորություն կա վաղարշաբաթում։ Վաղարշաբաթի ընտրությունները կարող են նախերգանք դառնալ համապետական մասշտաբով իշխանափոխություն իրականացնելու համար։ Հետևաբար, վաղարշաբաթցիները պետք է շատ լուրջ վերաբերվեն իրենց քվեին, չափազանց կարևորեն իրենց քվեն և իրենց մասնակցությունը քվեարկությանը, գնան քվեարկեն և հասկանան, որ իրենք նպաստում են ոչ միայն տեղական մակարդակով բարեփոխումներին, այլ ընդհանրապես համապետական մասշտաբով փոփոխություններին։ Իսկ իրավապահ մարմիններին ես կոչ եմ անում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք չդառնան։ Միջազգային կազմակերպությունները նրան ասում են, դե լավ ծաղրածու է, բայց մեր ծաղրածուն է։ Իսկ դուք ինչի եք այդ ծաղրածուի ձեռքին գործիք դառնում։ Ամոթ է պարզապես,